Ալավերդու թատրոնի բեմահարթակը կրկին արվեստի շնչով է տոգորված։ Փառատոնի վերջին օրը հանդիսատեսին սպասվում էր խորհրդանշական տարրերով լուծված ներկայացում։ Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գիրք ծաղկանց բեմադրությունն է։ Սցենարի և բեմադրության հեղինակը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն է։ Առանց խոսքի միայն շարժումով ու երաժշտությամբ ստեղծված ներկայացումը դարձավ փառատոնի եզրափակիչ հուզական ակորդը մնջությամբ, ասել է լռությամբ, ասելով այն, ինչ երբեմն խոսքը չի կարող փոխանցել։ Գիրք ծաղկանցը Ժիրայր Դադասյանի հեղինակային ստեղծագործություններից է, լռության, շարժման ու երաժշտության միջոցով պատմվող հոգևոր ճանապարհորդություն։ Ներկայացման հիմքում մարդու ներաշխարհն է, նրա փնտրտուքը, հավատը, սիրո ու բարության ուժը։ Դադասյանը բեմում ծաղիկների միջոցով պատմում է կյանքի բուն իմաստի մասին, ծնունդից մինչև մահ, կորուստից մինչև նորոգում։ Յուրաքանչյուր ծաղիկ այստեղ խորհրդանշում է մարդու զգացմունք, հիշողություն ու հույս։ Առանց խոսքի միայն մարմնի լեզվով ու խոր զգայականությամբ դերասանը հանդիսատեսին տանում է դեպի լռության աշխարհ, որտեղ ամեն շարժում, ամեն հայացք ունի իր խոսքը։ Գիրք ծաղկանցը հուզիչ ու տպավորիչ ավարտ էր փառատոնի համար։ Մի պատմություն մարդկային հոգու գեղեցկության, ցավի ու հավերժ սիրո մասին։ Իսկ Մնջախաղի պետական թատրոնը առաջին անգամ չէ թատերական լոռին մասնակցում, սա նրանց երկրորդ մասնակցությունն է, տպավորված են թե փառատոնով, թե փառատոնի մեծ արձագանքով։ Իսկապես մեծ հայտնագործություն էր, ծանոթությունը մի քիչ ուշ ծանոթացանք Հրաչյա Պապինյանի հետ, բայց անմիջապես բարեկամացանք։ Եվ արդեն երկրորդ տարին է մենք մասնակցում ենք այս հրաշալի փառատոնին, եւ արդեն կարծես ավանդույթ լինի, որ փակումն ենք մենք անում, չգիտեմ մյուս տարի ինչպես կլինի, բայց այնուամենայնիվ պիտի ասեմ, որ ես ալավերդիներին շատ էի սիրում մինչև այդ։ Եվ նախ եւ առաջ ասեմ, որ Ալավերդում են ապրում Հայաստանի ամենագեղեցիկ աղջիկները, ամենաջերմ հանդիսատեսը հենց Ալավերդու հանդիսատեսն է։ Գիտեք, շատ բարդ բաներ կա արված բեմադրություններում, այս բեմադրությունում նույնպես։ Այնպիսի բաներ, որ գուցե միայն շատ հատուկ աչքը պիտի նկատեր, բայց այս հանդիսատեսը այնպես է նկատել, որ ուղղակի զարմանալի է։ Բեմից ու թատերական լոռի փառատոնից ստացած տպավորությունները ոչ միայն հանդիսատեսինն են, այլ նաև դերասաններինը։ Զգացողությունները դրական են նաև Մնջախաղի թատրոնի դերասանների մոտ։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում առաջին հերթին կազմակերպիչներին, որ այսպեսի հզոր փառատոն են կազմակերպում, այն էլ բավական, քաղաք չասենք, մայրաքաղաքից հեռավորության վրա ու ոչ մի կերպ, ոչ մի ձևով չի զիջում Երևանում կազմակերպված փառատոններին կամ ընդհանրապես։ Սա իմ երկրորդ խաղն է Ալավերդիում, երկրորդ անգամ ենք փառատոնին մասնակցում, հիացած եմ, տպավորված եմ, շատ դրական, շատ ջերմ էներգիա է տալիս Ալավերդի հանդիսատեսը, Ալավերդու առհասարակ շրջանների հանդիսատեսը միշտ շատ ջերմ է լինում, հատկապես ձեր մարզի հանդիսատեսը, անչափ շնորհակալ ենք, մեծ դրական էներգիայով հեռանալու ենք։ Մնջախաղի ժանրը հասկանալու տեսանկյունից շատ այսպես պարզ չէ, հաճախ հանդիսատեսը չի հասկանում, բայց չհասկանալու հետ մեկտեղ հանդիսատեսը զգում է, իսկ դա երբեմն ավելի կարևոր է, քան այդպես պարզ գրվածի պես հասկանալը, որովհետև զգալով հանդիսատեսը իր հետ տուն է տանում զգացմունքներ, որոնք միգուցե չի կարող որպես տեքստ այդպես վերծանել, բայց զգացմունքներ է ունենում։ Միշտ մտավախություն է ունենում հանդիսատեսը, որ խոսք չկա, մտավախություն են ունենում, որ գուցե լավ չհասկանան, լավ չընկալեն, բայց պատկերացրեք, այնքան լավ են ընկալում ու մեզ բացատրում, նույնիսկ բաներ են տեսնում, որ խորքային շերտեր, որ մեզ համար շատ հաճելի ու զարմանալի է լինում։
Թատերական տոն, որ ուղիղ 12 օր գեղարվեստական հաճելի պահեր է պարգևել մի քանի հազար մարդկանց, բավարարել նրանց մշակութային պահանջմունքները, որոնք եկել էին ներկայացում դիտելու Հայաստանի տարբեր մարզերից ու քաղաքներից։ Փառատոնի շքերթում հանդիսատեսին ներկայացվեց տարբեր ժանրերի ավելի քան 15 բեմադրություններ, Վանաձոր եւ Ալավերդի քաղաքներում լավագույն թատրոնների մասնակցությամբ։ Իսկ հանդիսատեսը ոչ միայն կիսվեց ներկայացման մասին տպավորություններով, այլ նաեւ կիսվեց այս տարվա թատերական լոռի փառատոնից ստացած տպավորություններով։ Ընդհանուր առմամբ խաղացվել է 19 ներկայացում։ Տպավորված եմ, սա ապացույցն է այն բանի, որ մենք ամեն դեպքում սերիալային ազգ չենք։ Հիացած եմ դերասանական կազմով, նրանց խաղով։ Բառերն ավելորդ են, մնջախաղեր, բայց բառերի հեղեղեր, մտքերի հեղեղեր, հույզերի հեղեղեր։ Շնորհակալ ենք կազմակերպիչներին։ Անկեղծ ասած, մեծ բավականություն ստացա այս փառատոնից։ Ինչպես յուրաքանչյուր ալավերդցի ես եւս սպասում էի։ Մասնակցել եմ գրեթե կեսին եւ ինչ ասեմ, անչափ շնորհակալ եմ կազմակերպիչներին, անչափ մեծ բավականություն ստացա։ Թատերական լոռին ավարտվեց այսօր 31-րդ թատերական լոռիներ։ Ես հիացած եմ, պարզապես յուրահատուկ ներկայացումներ են լինում, այսօրվա մնջախաղը շատ հետաքրքիր էր, գոհուշնորհակալ ենք կազմակերպիչներից, ընկեր Պապինյանից, մեր ընկեր Ղումաշյանից, թող առողջ լինեն եւ ամեն տարի նման միջոցառումներ կազմակերպեն։ Ներկայացման ավարտին Երևանի Մնջախաղի պետական թատրոնը պարգևատրվեց Հրաչ Աղափլյանյանի անվան մրցանակով։ Մասնակցության դիպլոմը եւ թատերական լոռի փառատոնի խորհրդանշական արձանիկը Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարին հանձնում է Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ Լոռի 31-րդ միջազգային փառատոն նվիրված Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վալոդիա Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին։ Դիպլոմ տրվում է Երևանի Մնջախաղի պետական թատրոնին։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչ Աղափլյանյանի անվան մրցանակին արժանանալու համար։ Ժիրայր Դադասյան, գիրք Ծաղկանց, բեմադրությունը Ժիրայր Դադասյանի։ Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ալավերդի քաղաքի եւ առհասարակ այս փառատոնի բոլոր հանդիսականներին այդ հրաշալի արձագանքի համար, որ ունեցաք, եւ շնորհակալություն համայնքապետին, որ կանգնած է փառատոնի կողքին, եւ իհարկե իմ լավ ընկեր Հրաչ Պապինյանին։ Շնորհակալություն։ Ալավերդու բեմը վերջին անգամ այս տարի փառատոնի տոնական լույսերով փայլեց։ Թատերական լոռի 31-րդ միջազգային փառատոնը օրեր շարունակ լոռին ապրեցնում էր թատրոնով, ընդունելով տարբեր երկրներից եւ տարբեր թատրոններից եկած դերասանների եւ բեմադրիչների։ Փառատոնի հանդիսավոր փակման հանդիսույթին ելույթ ունեցավ Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, ով իր խոսքում եւս մեկ անգամ կարևորեց փառատոնի նշանակությունը համայնքի մշակութային կյանքի զարգացման ու պահպանման գործում։ Շնորհակալություն հայտնեց փառատոնի տնօրեն Հրաչ Պապինյանին փառատոնի պահպանման ու կայացման գործում մեծ ջանքեր ու նվիրումներ դնելու համար, ինչպես նաեւ խոստացավ, որ փառատոնը անպայման պետք է լինի ամենամյա։ Ավելին, հաջորդ տարի եւս համայնքի անմիջական հովանավորության ներքո փառատոնը կարող է եւ պետք է ավելի ընդլայնի իր աշխարհագրությունը, ընդունելով տարբեր երկրներից անվանի թատերախմբերի։ Մի խոսքով փառատոնը ամեն տարի ունենալու է նոր ձեռքբերումներ ու հաջողություններ, ասաց համայնքի ղեկավարը։ Բայց ես կուզենայի մի ուղում անեմ, որովհետև փառատոնի կազմակերպիչները հենց դուք եք մեր հանդիսատեսը, առաջի հերթին, որովհետև եթե չլինեին այսքան շատ հանդիսատեսներ, բնականաբար առաջարկը փառատոն իրականացնելու մենք կմերժեինք։ Ես ուզում եմ ողջունեմ առաջի հերթին մեր հանդիսատեսին եւ շնորհակալություն։ Բայց պարոն Պապինյան, ձեզ եմ ուզում շնորհակալություն հայտնեմ եւ գիտեք, ես փորձել եմ ասեմ այն, ինչ որ նստած տեղը զգում էի եւ ինչ տեսնում էի, չնայած կուզենայի այնքան պրոֆեսիոնալ լինեմ, որ մնջախաղով ձեզ իմ էմոցիաները բացատրեի,
բայց ցավոք այդքան պրոֆեսիոնալ չեմ իշքան մեր արտիստները։ Եվ պարոն Պապինյան, դուք գանից լավ ճանաչում եք, կա ուղղակի բախտներդ բերեց, որովհետև նման ներկայացում դիտելուց հետո միանշանակ բնականաբար ոնց որ ասեցի մեր հանդիսատեսն է առաջի հովանավորը այս ամեն ինչի, բայց միանշանակ կցանկանայի ասել ոչ թե փառատոնը փակվում է, այլ փառատոնը սկսվում է։ Շնորհակալություն ձեզ այս ամեն ինչը կազմակերպելու համար։ Շնորհակալական խոսքեր շատ ունեմ ասելու բնականաբար ինչ մեկ անձի է վերաբերում, նաև վերաբերում է բոլորին, բայց ձեզ էլ յուրահատուկ շնորհակալություն, որովհետև դուք այն մարդկանցից եք, որ ոչ միայն ուղղակի ասում եք անելու համար, իրոք ասում եք, պահանջում եք, հետևողական եք, կազմակերպում եք, բայց ես վստահ եմ, որ նաև ձեր հետ մի մեծ թիմ է աշխատել, այն մարդիկ, ովքեր եկել են այս օրերի ընթացքում մեր համայնք, բեմ են բարձրացել, ցուցադրել, կազմակերպել, ես բոլորին շնորհակալություն եմ ուզում հայտնել։ Իրականում թատերական լորին կայացած եմ համարում, մի 2 տարի առաջ սրա մասին է, որ մտածում ենք, նաև պիտի ֆինանսավորենք, ես մի քիչ կասկածներ ունեի, ստացվելու է, չի ստացվելու, ժողովրդի գնահատականը ոնց է լինում, բնակիչները այցելելու են թե ոչ, բայց փառք Աստծո, եղավ նա, որ մենք վստահ ասում ենք, որ մյուս տարի էլ կշարունակվի։ Կխնդրեմ պարոն Պապինյան, իհարկե շնորհակալ եմ բոլոր այն մասնակիցներին, որ եղել են, բայց եթե հնարավոր է ավելի ընդլայնենք, եթե հնարավոր է ավելի, չգիտեմ, միգուցե 10 օրվա փոխարեն 15 օր անենք եւ ֆինանսավորումը մեր մեջ ասած երևի խնդիր չի, այլ շնորհակալ եմ մեր ավականու անդամներին, որ թույլ են տալի նման ֆինանսավորումը կատարել։ Ես համարում եմ կայացած, համարում եմ, որ իրոք մեծ ապագա ունի եւ համարում եմ, որ պետք է ընդլայնենք։ Շնորհակալություն, շնորհավորում եմ բոլորին։ Հիշեցնենք, որ այս տարի թատերական լոռի միջազգային 31-րդ փառատոնը կյանքի է կոչվել Միակ Հովանավորի Ալավերդու համայնքապետարանի անմիջական ֆինանսավորմամբ, ինչպես նաև Valex Garden հյուրանոցառեստորանային համալիրի մեծագույն աջակցության շնորհիվ։ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ընդգծեց, որ այս փառատոնը վաղուց դարձել է Ալավերդու մշակութային այցեքարտը, իր յուրահատուկ միջավայրով, հոգով ու կազմակերպչական բարձր մակարդակով։ Ղազանչյանի խոսքով ամենակարևորը այն է, որ հանդիսատեսը շարունակում է սիրել ու սպասել թատրոնին, եւ դա լավագույն ապացույցն է, երբ դահլիճներում այլևս ազատ տեղ չի լինում։ Քաղաքապետը իր խոսքի վերջում խոսեց հաջորդ տարվա փառատոնի մասին։ Իրոք փառատոնը վաղուց դարձել է Ալավերդու այցեքարտերից մեկը։ Այս տարի շատ գեղեցիկ ծրագիր էր կազմված, շատ հետաքրքիր ներկայացումներ այստեղ եղան, ուրախալի էր, որ ներկայացումներ եղան, որ մարդիկ կանգնած էին, նստելու տեղ չկար, բայց կանգնած նայեցին մինչև վերջ։ Սա ինչի մասին է ասում, սա ասում է, որ պահանջարկը կա, սա ասում է, որ պահանջարկը կա և մեր թատրոններն էլ իմիջայլոց ասեմ, պարոն քաղաքապետ, անչափ գոհ են և ընդունելությունից և պայմաններից և իհարկե Հրաչյա Պապինյանին իմ խորին շնորհակալությունը Ես եղել բաժակաճարի վրա ասեցի, հիմա այսպես մի հատ էլ կասեմ մենք ու մերոնք եք։ Փառատոնը այս մարդուն չի հարստացնում, կյանքը ավելի լավ չի դարձնում։ Ընդհանրապես ավելի քիչ է տեսնում իր ընտանիքը, ավելի քիչ է տեսնում իր զավակներին, ավելի շատ ներվ է քայքայում, ավելի շատ դեղ է խմում քնելուց առաջ, բայց մարդն անում է, այդ նման խելագարներն են անում այս ամեն ինչ, որովհետև ինչ որ խոսում ենք իհարկե վերամբարձ խոսքեր են, բայց եթե այդ խելագար մարդիկ չլինեն, այդ նվիրված մարդիկ չլինեն քաղաքում, ոչինչ տեղի չի շարժվի եւ ինչով որ հնարավոր է, ինչով որ պետք է մենք կողքին կանգնացենք։ Շնորհակալություն
Իդեպ փառատոնն այս տարի հյուրընկալել է նաև Թեհրանի եւ Իրանի Համադան քաղաքների միջազգային փառատոների եւ Տաշքենտի մանկապատանեկան միջազգային փառատոնի ռուսաստանյան ներկայացուցիչ Ամինատ Յախյաևային։ Քննարկվել են համագործակցության ծրագրեր։ Փառատոնի կազմակերպմանը անմնացորդ նվիրվել եւ աշխատել են Ալավերդու մշակույթի կենտրոնի աշխատակիցները։ Փառատոնի փակման հանդիսավոր հանդիսույթին բեմ բարձրացավ նաեւ Ալավերդու մշակույթի կենտրոնի ղեկավար Նարինե Մուրադյանը։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալավերդու համայնքապետարանին, իդեմս համայնքի ղեկավար պարոն Ղումաշյանի, ում նախաձեռնությամբ եւ աջակցությամբ փառատոնը այսուհետ անցկացվում է ամեն տարի։ Առանձնահատուկ շնորհակալություն փառատոնի կազմակերպիչ եւ տնօրեն պարոն Պապինյանին, ում չեմ վախենա այդ բառի համար գերմարտկային ջանքերի շնորհիվ արդեն մի քանի տասնամյակ Լոռին իսկապես դառնում է թատերական։ Փառատոնը գուցե այսպիսին չլիներ, եթե չլինեին այն մարդիկ, որոնց անշահախնդիր աշխատանքի եւ նվիրումի շնորհիվ Ալավերդին այսօր ճանաչելի է ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ Ու հենց նրանց մեծ աշխատանքի շնորհիվ է, որ Ալավերդին այսօր համարվում է հայ թատրոնի կարևոր կենտրոններից մեկը։ Փառատոնի հաջողությունների հիմքում կանգնած են մարդիկ, իրենց նվիրումով ու կամեցողությամբ, որոնց շարքում առաջիններից է փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը։ Պարոն Ղումաշյան, իհարկե շարժիչ ուժը այդ հաճույքն է, որ ստանում ես արդյունքից։ Բայց այդպես է, ամեն անգամ, երբ փառատոնն ավարտվում է, անիծում ես այն օրը, երբ դու ստանձնել ես այս պարտականությունները, ու ասում ես, վերջ, սա վերջին տարին է, որ ես այս փառատոնը կազմակերպում։ Բայց տարին փոխվում է։ Մի 2-3 ամիս է տևում։ Ապրիլը գալիս է, ասում, հա, չանենք, հա, բա չանենք, չէ, ասում եմ, լավ, դիմեմ իշխանություններին, դիմեմ համայնքապետարան, քաղաքապետարան, գուցե փող չտան, մահանա ունենամ, ասում դե փող չտվեցին, չեկա։ Իհարկե սա կատակ է, շնորհակալություն լավ խոսքերի համար, ջերմ խոսքերի համար, շնորհակալություն պարոն Ղումաշյան։ Փառատոնի տնօրենը հիշեցրեց, որ փառատոնը շուրջ 3 տարի չէր անցկացվում տարբեր պատճառներով, եւ միայն Ալավերդի համայնքի ղեկավարի ու ավականու աջակցության շնորհիվ հնարավոր եղավ նորից վերադարձնել այն քաղաքին, որպես մշակութային կյանքի կարևոր խորհրդանիշ։ Փառատոնը արդեն ոչնչացում բառը ինչ որ դժվար եմ ասում, բայց արդեն եկել էր դրան, որ 3-րդ տարին էր գնում, որ փառատոնը չէր կամ, եւ եթե այդ տարին էր ֆինանսավորում չներ, մենք կկորցնեինք մեր քաղաքի մշակութային նկարագիրը համարվող, բրենդը համարվող այս փառատոնից եւ ձեր իսկապես համարձակ քայլի դժվար է, ես գիտեմ, ավականուն համոզել, որ մի քանի միլիոն դրամ տալ, ասֆալտ չանել, ասենք այսինչ բակ ասֆալտ չանել, այսինչ փոսը չլցնել ու դա անել փառատոն։ Ես հասկանում եմ, որ դա դժվար է, բայց շնորհակալություն է մեր ավականուն, որ ընկալել է կարևորությունը, շնորհակալություն ձեզ, որ հարցը ներկայացրել եք։ Մի խոսքով մեր փառատոնը շարունակում է իր հաղթարշավը եւ ես բռնացրեցի ձեր խոսքը, որ մյուս տարի ավելի մեծ ենք անելու, ավելի շատ ենք անելու։ Ես գիտեմ, որ դուք նամբաներից անհանգստանալու կամ իդեպ ասեմ մեր ալավերցին ովքեր գիտեն, ովքեր չգիտեն, մի տեսակ ես չեմ սիրում, որտեղ լրագրությունը 25 տարի ինձ սովորեցրել է երբեք իշխանությունների հասցին լավ բան չասել, բայց ես ուզում եմ ասել, որ պարոն Ղումաշյան, իսկապես հեշտ է ձեզ հետ աշխատել, որովհետև ձեր հան հայ է, չէ, եթե չեք ասում, ես այլևս չեմ շարունակում, բայց հասկանում եմ, որ իսկապես չէ, բայց երբ հայ եք ասում, եթե նույնիսկ գումարը 6 ամիս հետո էլ ստացվի, ես գիտեմ, որ այդ գումարը լինելու է, ինչի համար շնորհակալություն, դա շատ կարևոր հատկանիշ է, ղեկավար մարդու համար։ Թատերական Լոռի 31-ի հանդիսականների աշխարհագրությունը այս տարի զարմանալի էր եւ աննախադեպ։ Կոլեկտիվ հայտերով փառատոնի օրերին տարբեր ներկայացումներ դիտելու են եկել Վանաձորից, Սպիտակից, Ստեփանավանից, Նոյեմբերյանի սահմանային գյուղերից։ Դե իսկ Թատերական Լոռի միջազգային 31-րդ փառատոնի հանդիսավոր փակման արարողության զանգի ղողանջի տակ բեմը լցվեց ջերմ հույզերով, ծափահարություններով եւ խոստումով, որ Թատերական Լոռին կրկին կվերադառնա հաջորդ տարի նոր ներկայացումներով, նոր գաղափարներով, նույն մեծ սիրով դեպի թատրոն։ Հիշեցնենք, այս տարվա Թատերական Լոռի 31-րդ միջազգային փառատոնը նվիրված էր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վոլոդիա Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերություն։